ծանր իրադարձություն այնքան մոտիկ, ինչքան մոտիկ է, այնքան մենք ուշադիր ենք դրա նկատմամբ։ Մի բան է, երբ օդանավը ընկնում է Հայաստանի սահմանների մոտ քաղաքացիական, այլ բան է, երբ այդ օդանավը ընկնում է Պերույում, հա, կամ Լատինական Ամերիկայում։ Հա, բարձր որ մեզ մոտիկ ընկնող օդանավի դեպքը մեզ ավելի բան է։ Այս իմաստով ամենածանր զարգացումները, որ եղել են կան, իհարկե ըստ իս ռուս-ուկրաինական պատերազմի շարունակությունն է, որը նախաձեռնել է ֆաշիստ Վալոդիգը, Վլադիմիր Պուտին կոչեցյալ ոչնչությունն է դա նախաձեռնել, ներխուժել ուրիշ երկիր, 10 քանի տարի առաջ խապել, թե մենք որևէ հողային պահանջ չունենք, ինչ ղրիմ մտնել, ինչ եք ասում, մենք ճանաչել ենք բանի Ուկրաինայի անկախությունը, հետո մտնել, ջարդել, փշրել, կործանել, ոչնչացնել, Ռուսաստանը եկել է այստեղ, այդ ավերակների վրա հեշտությամբ կարելի է գրել, որ ստեղ մտել է ռուսի, ուրեմն Կրեմլի ոդկա, հա, երեխաներ կողանալ էս կողմ են կողմ հետախուզման մեջ լինել միջազգային քրեական դատարանի կողմից, հսկայական ֆինանսական միջոցներ ոչնչացնել, հսկայական փողեր ծախսել, 1,200,000 մարդու շարքից անել, որից ռուսաստանցի, որից տարբեր տվյալներով 150-ից 200,000 հոգին զոհված են, Աֆղանական պատերազմում Սովետը ունեցել է 15-16,000 զոհ։ Հիմա այս պատերազմում Ռուսաստանը ունի արդեն փաստարկված, հաշվարկած այն մահախոսականներով, գերեզմանոցների քարերը նկարելով բաներով 150,000-ից ավելի զոհ, իսկ այն մնացած 1 միլիոնը տարբեր կարգի հաշմանդամներ են, որոնք պատերազմական խաղից դուրս են եկել, այսպես ասած, էլի, հա, ուկրաինական զոհերի թիվը պարզ չէ եւ պակաս կարող է չլինել, էլի, հա, որովհետեւ քաղաքացիական բնակչությունը քեշ հարվածների տակ է։ Այս տարվա ընթացքում ապացուցվեց, որ Թրամփի խոստումները սնանկ են, դատարկ են։ Թրամփը խոստացել էր, որ հենց ընտրվեց, պարզ դարձավ, որ ինքը հաղթել է անցած տարվա նոյեմբերին ընտրություններից հետո 24 ժամում ինքը դադարեցնելու է այդ պատերազմը, այս տեսակ ստախոսություն, պոպուլիզմ, հայ բազմաթիվ քաղաքական գործիչներ դեռ շատ սովորելու բան ունեն Թրամփից ստելու տեսանկյունից։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։